Հայաստան, պաշտոնական անվանումը Հայաստանի Հանրապետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն Հարավային Կովկասում, հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում Ադրբեջանին, հարավում Իրանին, իսկ արևմուտքում Թուրքիային։ Հայաստանը զբաղեցնում է 29743 կիլոմետր տարածք և ունի մոտ 3 միլիոն բնակչություն։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն հայերենը։ Բնակչության 97%-ը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Հորենացու, հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մեր թվարկությունից առաջ 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը Հայկ Նահապետը հայոց ձորի ճակատամարտում հաղթել է Ասորեստանի բռնարար տիրակալ և անկախություն նվաճել։ Հայալեզու ցեղերը հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում ապրել են մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջերից։ Արամե արքայի ջանքերով մեր թվարկությունից առաջ 860 թվականին հիմնադրվել է Վանի թագավորությունը, որի գոյության ժամանակահատվածում էլ մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արգիշտի առաջին թագավորը հիմնադրել է ժամանակակից մայրաքաղաք Երևանը։ Մեր թվարկությունից առաջ առաջին դարում Տիգրան II մեծի կառավարման տարիներին մեծ հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին, ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Չորրորդ դարում 301 թվականին Հայաստանը դարձել է առաջին պետությունն աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Արշակունյաց թագավորության անկումից հետո 5-րդ դարում Հայաստանը բաժանվել է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 9-րդ դարում Բագրատունիները վճռական պայքար մղելով արաբ նվաճողների դեմ վերականգնել են հայկական անկախ թագավորությունը, որը սակայն անկում է ապրել 1045 թվականին Բյուզանդիայի դեմ պատերազմների և ներքին պառակտումների պատճառով։ 11-ից 14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին գոյություն է ունեցել Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա թագավորությունը։ 16-ից 19-րդ դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր արևելյան և արևմտյան Հայաստաններից, ընկել է Օսմանյան և Պարսկական տերությունների իշխանության տակ։ 19-րդ դարում արևելյան Հայաստանը անցել է ռուսական կայսրությանը, իսկ արևմտյան Հայաստանը շարունակել մնալ Օսմանյան իշխանության ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտասարդ թուրքերի կառավարությունն իրականացրել է հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում 1915-ից 1923 թվականներին զանգվածային տեղահանության և բնաջնջման է ենթարկվել Օսմանյան կայսրության հայ բնակչությունը։ 1918 թվականին ռուսական հեղափոխությունից և ռուսական կայսրության անկումից հետո Հայաստանը հռչակել է իր անկախությունը, որի արդյունքում ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։ 1920 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Հայաստանը ենթարկվել է ռուս-թուրքական ագրեսիայի և մի շարք տարածքային կորուստներով ներառվել ԽՍՀՄ կազմ որպես հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հայաստանն ունի տարր կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի համապետական հանրաքվեների արդյունքում։ Հայաստանը ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Հայաստանի դրոշը վերևից ներքև
կարմիր, կապույտ, նարնջագույն, հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է, լայնքի եւ երկայնքի 1:2 հարաբերակցությամբ։ Այն չափերով եւ գույներով Հայաստանի առաջին հանրապետության դրոշի կրկնությունն է։ Դրոշը հաստատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ 2006 թվականի հունիսի 15-ին Հայաստանի ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին նոր օրենքը։ Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո 2006 թվականի հունիսի 15-ին ազգային ժողովի կողմից ընդունվել է զինանշանի մասին նոր օրենքը։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Հայաստանի ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին եւ հիմնված է Առաջին հանրապետության օրհներգի վրա, տեքստի որոշ փոփոխություններով։ Օրինակ, նախկին «Մեր հայրենիք թշվառ անտեր» տողը արմատապես վերախմբագրվել է հետևյալ տեքստով. «Մեր հայրենիք ազատ անկախ»։ Հիմնի տեքստը վերցվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ Հայաստան անվանումը վերաբերում է նաև ողջ հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել եւ իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Հայաստան անվան առաջացման վերաբերյալ տարբեր ժամանակներում տարածված են եղել տարբեր վարկածներ։ Ըստ հայկական ավանդույթի հայոց անվանադիր նախնին Հայկն է, որի անունով էլ սերունդները հետագայում կոչվել են Հայկազունգ, Հայկ, Հայեր, իսկ երկիրը Հայք, հայոց աշխարհ։ Միջնադարում հայ արմատին ավելացավ իրանական ստան, տեղանք նշանակող վերջածանցը, որի արդյունքում երկրի անունը դարձավ Հայաստան։ Հայաստան եզրույթը առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում Ագաթան Գեղոսի, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Կորյունի եւ Սեբիոսի աշխատություններում։ Համաձայն Մովսես Խորենացու եւ Միքայել Չամչյանի Արմենիա անունը սկիզբ է առել Արամ անունից, որը Հայկ Նահապետի ուղիղ ժառանգորդն էր, իսկ ըստ Լեոյի կոչվել է հայոց ծագման մասին հունական առասպելի հերոս Արմենիոսի անունից, որը գալով Թեսալիայից բնակություն է հաստատում հայկական լեռնաշխարհում եւ ձուլվում այնտեղ ապրող ցեղերի հետ։ Ըստ մեկ այլ վարկածի, հայերի ինքնանվանումն առաջացել է Հայասապետության անվանումից։ Հին պարսկական Արմինա անվանումը հիշատակվում է մեր թվարկությունից առաջ 523-ից 521 թվականների Բեհիսթունյան արձանագրությունում, որն առաջացել է մեկ այլ հայկական ցեղի Արմե ցեղի անվանումից։ Ժամանակի ընթացքում հունական արտասանության ձևով պայմանավորված Արմինա տեղանունը փոխարկվել է Արմենիայի։ Հին հունարեն Արմևիա կամ Արմևիոս եզրույթները առաջին անգամ կիրառվել են մեր թվարկությունից առաջ 6-ից 5-րդ դարի պատմիչ Հեկատեոս Միլեթացու աշխատությունում, իսկ արդեն մեր թվարկությունից առաջ 401 թվականի շրջակայքում Քսենոփոնը նկարագրել է հայ գյուղական կյանքի եւ հյուրընկալության վերաբերյալ մի շարք դրվագներ։ Սիրելի հայրենակիցներ, այս հաղորդման ընթացքում ես ձեզ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության մասին հակիրճ պաշտոնապես ամրագրված տվյալներ։ Հետագա հաղորդումների ընթացքում կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության տնտեսության, արդյունաբերության, կրթական համակարգի եւ մի շարք այլ թեմաներ։ Ձեզ շատ հետաքրքիր թեմաներ եւ հաղորդումներ են սպասվում։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար եւ վերջում հարկ է նշել. եկեք միասին ճանաչենք մեր երկիրը, մեր Հայաստանը։ Մինչ նոր հանդիպում։ Ստեսություն ձեզ։